Տասնյակից ավելի ձերբակալվածներ, որոնց թվում 5 անչափահաս երեխաների մայր, խուզարկություններ գրասենյակներում։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն ահազանգում են, որ վաղ առավոտից առանց որևէ հիմնավորման հակակոռուպցիոն կոմիտեն գործողություններ է սկսել կուսակցության նկատմամբ, բերման ենթարկել իրենց համակիրներին ու ընտրական ցուցակում ընդգրկված կին թեկնածուին։ Իրավապահ մարմինները խոչընդոտում են փաստաբանների մուտքը, մեր համակիրները, գործընկերներս բերման են ենթարկվել եւ թույլ չեն տալիս մարդկանց պաշտպանության իրավունքի իրացումը, կարծում եմ տրամաբանական ու հասկանալի է պատճառը։ Կուսակցության անդամներն ու համակիրները հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց հայտարարեցին, որ չգիտեն ուր են տարել տասնյակ մարդկանց։ Գործողություններն իրականացվել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով։ Մինչ այս պահը մենք տեղակ չեն կարողանում իմանալ, թե անձինք ինչ կարգավիճակով են տարվել, ուր են տարվել եւ ինչի համար են տարվել։ Միևնույն ժամանակ փորձել ենք առավոտյանից հակակոռուպցիոն կոմիտեում ներկայացրել են դիմումներ, հիմքեր բոլոր փաստաթղթային, որ իրավասու ենք մասնակցելու արդեն մեր վստահողների հետ կատարվելիք կառուցային քննչական գործողություններին, բայց դարձյալ որևէ ձևով ապարդյուն։ ՄԻՊ-ի միջնորդությունից հետո միայն փաստաբաններին թույլատրվեց մուտք գործել հակակոռուպցիոն կոմիտեի շենք եւ իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրանքը չի ընդունում, հայտնեց փաստաբանը։ Ամենակարևոր հանգամանքներից մեկը, որ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի, անչափահաս երեխա։ Արդեն օրվա երկրորդ կեսին հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ հրապարակեց, հայտարարելով, որ բացահայտվել են ընտրակաշարք տալու եւ ստանալու նոր դեպքեր։ Ըստ կոմիտեի ուժեղ Հայաստան կուսակցության անդամները եւ նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձինք արտաշատի մի շարք ընտրողների ընտրակաշարք են բաժանել։ Հազատ խտելը ո՞րն է։ Ուժեղ Հայաստանով։ Լավ, կտաս մի քանի հատ մենք կանենք։ 10 հատ կտամ։ Մեզ նալի չեն տալի։ Երկու ռես եկել են Բանգլադեշ հետ եմ եկել, բերիմ համ Անուշիկին շլվար առամ, համ եկամ Լուսոյին ու Քիսոյին տեսամ։ Բան կարտալու տվիմ։ Այն երկուսն են աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն բոշան։ Դրանց եկամ տեսամ 200 տվիմ, մարդը 100։ Հետ եկամ գնացիմ գորի 100-ը տվիմ։ Փոստացակ երն ասում է։ Ինչպես են արձագանքում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները հակակոռուպցիոնի հրապարակմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած հայտարարությանը եթե հետևենք, վերջին տարիների հետ ամբողջով պիտի Հայաստանի Հանրապետության կեսը կոռուպցիոներ, կաշառակեր, կաշառատու լինեին, հետեւաբար բերեք չառաջնորդվենք հակակոռուպցիոն կոմիտեի նախընտրական այդ պրես ռելիզներով, առաջնորդվենք ռեալ կյանքով, թե ինչ է տեղի ունենում այսօր մեր շուրջը ընդհանրապես Արձանագրենք, որ անգամ նախընտրական քարոզչությունը պաշտոնապես չի մեկնարկել, ու մեր քաղաքական ուժի նկատմամբ նման բռնաճնշումներ են փորձում իրացնել։ Կոմիտեն հայտնում է նաև, որ հանցավոր գործունեությունը քողարկելու եւ չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ հավելվածների միջոցով։ Չեն ասել բաց կապով ինձ մի զանգեք։ Մի հատ չեմ իմանում, վահեն կարա, ըտեից ասի։ Չի կարա, մի հատ զանգի նախ WhatsApp-ից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են 1 տասնյակից ավելի անձինք։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։